Դե այն ինչ չի կարողանում ասել բարձրագույն ղեկավարությունը, ասում են երկրորդ, երրորդ դեմքերը, ինչպես Մեդվեդևը, ինչպես Մարգարիտա Սիմոնյանը, որովհետև անցած տարվա ընթացքում Օվերչուկի, Մաշա Զախարովայի, Ռուսաստանի այլ պաշտոնյաների, Կրեմլի պատասխանատուների, Դմիտրի Պեսկովի եւ այլոց շուրթերով զգուշացվել է, որ Հայաստանը ուրեմն կգրի հետևանքներ, եթե ուրեմն փոխի վեկտոր, եթե մտածի ուրեմն ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ուրեմն Եվրոմիությանը անդամակցելու մասին։ Եվ թերևս, քանի որ դա ասվել է դիվանագիտական լեքսիկոնով, այժմ մի փոքր կարելի ասել երկրորդ էտապում մեր վրա բաց են թողնում մի փոքր ավելի ազատ լեզվի առումով ուրեմն ազատ անձանց, որոնք կարող են ուղղակի շատ ավելի վուլգար արտահայտվել եւ սպառնալ պատժամիջոցներով։ Ըստ էության այս պահին մենք գործ ունենք արդեն երկրորդ ֆազայի հետ։ Ես կարծում եմ, որ սրանով չի ավարտվելու ամբողջ պատմությունը եւ վերբալ այս հարձակումներին եւ վիրավորանքներին, որոնք նրանք տեղում են Հայաստանի պաշտոնյաների, Հայաստանի իշխանությունների, Հայաստանի հասարակության որոշման վրա, կհաջորդի նաեւ այո պատժամիջոցները։